Ողջույն, ուշադիր հետևեք մեր հաղորդման ընթացքին, այսօր մեզ համար որոշել է պատրաստել երիտասարդ խոստումնալից երգչուհի Սրփուհի Սարգսյանը։ Դավիթ, այս տիպի զանգերը կարծում եմ խնայում են հոսանքը եւ դա լավ է։ Բոլորին խորհուրդ եմ տալիս անցնել այս տիպի զանգերի։ Բարև։ Հայկական երկրորդ հեռուստալիքն է, քաղցած չէին սպասում հաղորդումը։ Սպասում էի դες։ Մինչալյոց գիտես, չէ՞, սա վերջին քաղցած չէին սպասում հաղորդումն է, մյուս հաղորդումը լինելու է արդեն անվանափոխելու են, քաղցած սպասում են մեզ։ Լավ եք մտածել շատ։ Գնանք առաջ դեպի խոհանոց։ Համեցեք։ Ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ, բռնեք։ Մինչալյոց ինչպես դիմեմ քեզ YouTube-ում, երբ որ փնտրում ես ինչ որտեղ Սրփուհի, ինչ որտեղ Սրփուկ Թողնում եմ ձեր հայացողությանը, ոնց ուզում եք։ Չէ, մտերիմ մարդիկ ինչպես են Սրփուկ։ Դե մենք դեռ մտերիմ չենք, բայց երևի հաղորդման երկրորդ հատվածից արդեն կարելի է Սրփուկ դիմել։ Այո։ Հիմա Սրփուհի դիմեմ։ Ինչպիսին ես դու խոհանոցում։ Ինչպիսին լավ հարց էր։ Չեմ հասցնում խոհանոցում լինեմ աշխատանքիս պատճառով։ Դրա համար դեռ չգիտեմ ինչպիսին է։ Անընդհատ համերգներով այստեղ, այնտեղ, հա։ Այո։ Գրաֆիկը ծանր է դրա համար։ Թե երգեր ես գրում։ Նոր սկսել եմ աշխատել իմ երգերի վրա։ Դա էլ է նպաստում, որ խոհանոցի հետ ընդհանրապես կապ չունենա։ Բայց ուտել սիրում ես։ Որ ասեմ շատ, չէ, սիրում եմ գեղեցիկ ուտել։ Գեղեցիկ ուտել, ես եմ սիրում գեղեցիկ ուտել։ Իսկ ով է քեզ համար գեղեցիկ ուտել եք պատրաստում։ Մամաս, քույրիկս։ Կամ նախընտրում ես այս կամ այն ռեստորանում ճաշել։ Դա աշխատանքի բերումով շատ է ստացվում, որ դրսում եմ նախաճաշում կամ ուտում։ Սրփուհի ինչ ես հասեմ, ինչ է այսօր։ Երկարվեստում նկատի ունեմ։ Քո գնահատականը։ Այն տեղը, որ իմ համար գծել եմ, որ պետք է հասնեմ, դեռ շատ կա դրան։ Դա եվրոտեսիլն է։ Ոչ։ Չէ։ Ավելի լուրջ, չէ, երևի մրցույթ ինչ-որ։ Չէ, եվրոտեսիլը մեր Հայաստանի համար ինքը շատ լավ մրցույթ է համարվում, որովհետև դա մեր արտիստների համար դա պիկն է։ Հա, հասկանում եմ, բայց գիտես ինչու՞մն է բանը։ Երբևիցե ոչ մի երգ ինձ համար չի հիշվել եվրոտեսիլից։ Միգուցե բացառությամբ մեր Արամ Էմպետրիի երգը, որ իսկապես լավն էր։ Այո, եւ շոուն եւ Արամ Էմպետրիի երգը երգը։ Բայց մյուս երգերը չգիտես ինչի այնպիսի երգեր են, որ չեն հիշվում։ Ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի երգերը։ Դու ինչ կարծիքի ես, այդպես է թե։ Դե ես ինչքանով տեղեկացված եմ, այդ մրցույթը ինքը դրսում այդքան էլ պոպուլյար չի։ Դրա համար եթե օրինակ արտասահմանցի երաժիշտները, երգիչները գալիս են մասնակցում են, պարզ երևում է, որ ոչ այդքան հասկանալ։ Մի խոսքով քեզ համար Սանդրակը դա Գրեմին է։ Հա։ Հա։ Այո։ Եվ երբ կլինի, երբ կունենաս։ Գրեմի, չգիտեմ, նոր սկսել եմ այդ ուղղությամբ աշխատել։ Հասկանալ։ Լավ, այս հարցը կարծում եմ հազարավոր անգամներ քեզ տվել են, ես էլ տամ։ Ինչու որոշեցիր երգել։ Չէ՞ որ Հայաստանում կան ավելի լավ մասնագիտություններ, կարող էր քաղաքականությամբ զբաղվել եւ պետությունից փող գողանալ։ Կարող էր, չգիտեմ, այնպիսի գործեր, որտեղ որ կա շարք են տալիս վերցնում։ Մի խոսքով, միթե երկարվեստը դա հետաքրքիր է եւ եկամտաբեր։ Այն ոճում, որ երգում եմ, եկամտաբեր չի, սկսեմ դրանից։ Դե բոլորն են այդպես սկսում։ Մինչև 25-26 տարեկան երգում են այն ոճում, որում իրենց զգում են եւ որ իսկապես հետաքրքիր է։ Հետո սկսում են ինչ որ սկսում են։ Չէ, ես տենց չեմ անի, եթե նախ ինձ չեմ հարգի, եթե սկսեմ երգել այն ինչ որ չեմ սիրում, այն ինչ որ հաղորդումը պահելու են։ Okay, հա, պահեք։ Մի քանի տասնյակ տարիներ այս հաղորդումը։ Եթե սկսեցիք կլկլացնել, կհիշացնենք։ Այո, այս հաղորդման այս հատվածը եթեր կգնա անընդհատ։ Հիշում եք, երբ որ նա ասում էր, բայց ինչ արեց։ Ես անընդհատ խոսում եմ եւ չեմ թողնում, որ դու երկու բառ ասես, խնդրեմ։
Ինչի կապված է երգելու հետ, ինձ թվում է ես փոքր տարիքից իմացել եմ, որ ես պետք է երգչուհի դառնամ, ու այդ բոլորն են ասում։ Չգիտեմ ինչի է այդպես, երևի գիտեի, որ ինձ է դա իմ կոչումը է դա այս կյանքի։ Տունտունիկ խաղալ փոխարեն երգում էիր։ Հա, չէ, տունտունիկ եմ խաղացել, բայց երգելով։ Չէ։ Ինչ էիր երգում, երբ որ փոքրիկ էիր, փոքր էիր։ Չնայած հիմա էլ ես փոքր։ Պապայիս հետ ինչ որ խառը բաներ։ Դուետ եք երգում։ Հա, պապայիս հետ միշտ գիտարով մեր բոլոր առիթներին երգել է պապիս հետ։ Դե ես միանում եմ իրանց, երևի այդտեղից սկսեց իմ տաղանդը երևալ։ Երգ, որ հիշում ես, որ այն ժամանակ երգում էիր։ Ոայ։ Այս պահին Վստահ Հախվերդյանի երգերից էին երեխաները շատ։ Չէ, կատակ երգեր էին, ու այդ չեմ հիշում այս պահին։ Լավ, որ պահին որ հիշես։ Այո, կերկես, խոստանում ես, չէ։ Խոստանում։ Երբ որ ընդմիջենք, հիշես ես։ Լավ, վերադառնանք մեր հաղորդման բուն թեմային եւ հասկանանք, թե ինչ կարող ես դու պատրաստել։ Նախապես զգուշացնեմ, որ օրինակ ես նախընտրում եմ միս չուտել։ Չէ։ Գիտես ինչու, որտեվ կամանց հա մարդկությունը գնում է դեպի նա, որ միս չօգտագործի չուտի, որովհետեւ հիմա շատ լուրջ արդեն փորձարկումներ են եղել, որոնք որ փսակվել են հաջողությամբ եւ քիմիայից կարողանում են միս ստանալ, որը որ չի դա ավելի լավ է, քան ավելի իհարկե ավելի վատ է։ Վատ, հա, այսինքն միսը ձեր կարծիքով բոլոր մսերը հիմա քիմիա են բառնում։ Հիմա չէ դեռ, բայց միս կարող են ստանալ քիմիական ինչ որ բաղադրիչները միացնելով միմյանց։ Չէ, մեր միսը շատ լավն է։ Միս է ստացվում։ Չէ, այն ինչ որ պետք է պատրաստենք, շատ լավ միս է։ Շատ լավ միս է։ Շատ լավ միս է, հաստատ համոզված եք։ Օրինակ քո կարծիքով ինչի է հայերի մոտ այդպիսի բարդույթ, որ հյուր է գալիս անպայման պիտի այսպես մսով ինչ որ մի բան հյուրասիրեն, որ ասեն դե լավ մեզ հյուրասիրեցին։ Մենք ունենք այդ բարդույթը։ Համաձայնի ինձ հետ։ Չէ, երևի ովքեր են գալիս ավելի շուտ։ Կապված թե ովքեր են գալիս։ Եթե տղամարդիկ են գալիս, գիտես որ պետք է տղամարդկանց կշտացնելու համար։ Հա, եթե կանայք հարմար տարբերակը միսն է։ Սուրճի շուրջ նստել եւ բամբասել։ Երևի, չգիտեմ, կանայք։ Լավ, մսի քո տարբերակը այսօր ո՞րն է։ Քյուպտա։ Վայ։ Դա կառաջարկեմ։ Վայ։ Վայ։ Սրբոյի, դու այսպես նուրբ գեղեցիկ երգչուհի աղջնակ, ինչ կապ ունես քյուֆտայի հետ։ Դու գիտես որ քյուֆտային ծեծել է հարկավոր, հա։ Հա։ Կկարողանաս ծեծել։ Կարողանամ, քույրիկս է կօգնի։ Ահա, քույրիկը դեր է տանը։ Տանը, կօգնի, կստացվի ամեն ինչ։ Բայց ինչու քյուֆտա, լավ։ Հետաքրքիր է լինելու համոզված եմ ձեզ էլ է դուր գալու։ Ուրեմն երինջով ճաշ միասին պատրաստենք։ Մեծ հաճույքով, բայց երևի թողնենք հաջորդ անգամ։ Ինչի։ Որովհետև չեմ կարող պատրաստել։ Բայց շատ պարզ է։ Անկեղծ ասում եմ։ Երինջը լվանում ես։ Այո։ Սոխ առած, ջուր, մի փոքր կարտոֆիլ, կանաչի եւ եղինջ, վերջ, եւ աղ պետք է ավելացնել։ Բայց հետաքնություն դուք պետք է ասեք, ես չեմ կարող։ Դե կապ չունի, ոնց էլ անես, կստացվի։ Սա միասին կլցնենք։ Չէ, իրականում ես էլ չգիտեմ եղինջով ապուր պատրաստելու բաղադրատոմսը, բայց կարծում եմ շատ պարզ է, ոնց էլ անես կստացվի։ Լավ, քո վերջին խոսքը քյուֆտան է։ Քյուֆտա եւ դրա հետ մեկտեղ սալատներ ինչ որ կանենք։ Ահա, աղցաններ։ Աղցաններ, այո։ Լավ, դե եթե որոշումը անփոփոխ է, իմիջիալոց մեծ պատասխանատվություն է, որովհետև մեր հաղորդման շրջանակներում Արտաշ Ասատրյանը այնպիսի քյուֆտա է պատրաստել թարխունով, որ կարծում եմ բոլոր հիշում են։ Իսկապես լավ խոհարար էր։ Հա։ Չգիտեմ ավելի լավ խոհարար է թե երգիչ, դա արդեն մեր հեռուստադիտողը կգնահատի, բայց որպես խոհարար իսկապես շատ լավն է։ Դե կփորձեմ արդարացնել։ Չգիտեմ, չեմ կարող ասել հստակ լավ կստացվի թե չէ, բայց ամեն ինչ կփորձեմ անել։ Պրեմիերա է քո կյանքում։ Այո։ Առաջին անգամ քյուֆտա։ Քյուֆտա, առաջին անգամ քյուֆտա։ Լավ։ Գնումների պիտի գնանք։ Այո։ Եվ ես առաջարկում եմ գնալ Նորզով սուպերմարկետ, իմիջիալոց այստեղ հարևանությամբ ունեք Նորզով։ Այնտեղ ամեն ինչ շատ թարմ է, մատչելի եւ որակով։ Համաձայն ես գնանք Նորզով։ Իհարկե։ Լսել ես երբևէ Նորզով սուպերմարկետների մասին։ Գնացինք։ Գնաց։
Սրբուհի։ Հաջան։ Լարված ես մի տեսա։ Մի քիչ է։ Ինչի։ Զգացիք։ Ուզում ես նորից նկարենք։ Հա, տիպի վատ էր։ Չէ, լավ էր, ուղղակի չգիտեմ ինչ ես լարված։ Վախենալու բան չկա։ Դե հա, մի քիչ լարված եմ։ Բայց առաջ անգամ չես, չէ՞, տեսախցիկի արջև։ Չէ, տեսախցիկի արջև մտքերս Ուր են մտքերդ Սրբուհի։ թե ոնց եմ սարքելու եւ այլն, ոչ մի բան չմոռանամ։ Այո, ամեն ինչ կարող ենք ընդհատելով, զանգելով ընկերուհուն, մայրիկին։ Չէ, այդ հարցը լուծենք ֆրիկս կողքս։ Խոհարարի։ Սրբուհի, Հաջան։ պատրաստ ես։ Այո, այո։ Ով է ձեր տանը սովորաբար գնումների գնում։ Ես էլ եմ անում մամաս։ Հիմնականում մենք։ Ծանր գործերը մայրիկի վրա է։ Երևի։ Չէ, աշխատում ենք քչացնենք իր հոգսը։ Ճիշտ եք անում։ Այո։ Մեքենա վարում ես։ Ոչ։ Ինչու։ Այսօր ժամանակակից երիտասարդ հայ աղջիկը պետք է մեքենա կարողանա վարի, միաժամանակ ծխի եւ հեռախոսով խոսի եւ շրթներ գցի շուրթերին։ Չէ, ես Դու ժամանակակից ես։ Ժամանակակից չեմ, բոլորովին։ Լավ, գնանք Դավիթի մեքենայով եւ ես քեզ համար դուռը բացեմ։ Այո, շնորհակալություն։ Խնդրեմ։ Ես հիշում եմ, որ դու պիտի երգես։ Հա, լավ։ Իսկ դու հիշում ես։ Հիմա պետք է երգեմ։ Չէ, պարտադիր չի։ Տրամադրվեմ, ընթացքում Ընդհանրապես։ Շատ լավ։ Սրբուհի։ Այո, Անցավ լարվածությունը։ մի քիչ։ Բայց ինչ ես լարվում։ Ախր նա իմ բարի դեմքին, Դավիթի ժպտերես դեմքին։ Հա, Դավիթը շատ բարի է։ Բայց ես բարի չասեցի։ Ես բարի չեմ։ Չէ, դուք էլ եք բարի շատ։ Դուք էլ։ Դու։ Ես ճիշտ է մի փոքր ավելի տարիքով քեզնից մեծ եմ, բայց կարող ես դու դիմել։ Ես ինձ ավելի լավ կզգամ, երիտասարդ կզգամ։ Չնայած համարում եմ ինձ երիտասարդ։ Քո կարծիքով երբ է երիտասարդությունը ավարտվում։ Ստումա ներաշխարից է, հա, ներքինից է ավելի շատ այդ գալիս։ Ես քեզ համաձայն եմ այստեղ, այո։ Կլինեն մարդիկ, ովքեր 70-ը արդեն անցել են, բայց շատ երիտասարդ են։ Սրբու ինչ ես անում Երևանում երեկոյան։ Երեկոյան ընդհանրապես եթե ազատ եմ լինում, հա։ Այո։ Շատ սիրում եմ զբոսնել քաղաքում։ Քաղաքում որ մասերում քաղաքի։ Ես սիրում եմ կենտրոնում զբոսնել։ Այն նոր փողոցը որ կառուցել են այդտեղ, հա, Հյուսիսային փողոց։ Նաև, ինչու ոչ։ Սիրում եմ։ Աբովյան փողոցն էլ եմ շատ սիրում։ Այո, Աբովյան փողոցը այո, շատ լավ փողոց է։ Ես էլ եմ սիրում եւ Կասկադի շրջակայքն եմ շատ սիրում։ Այդ նոր փողոցը չեմ սիրում, որովհետեւ այդ տները տեսնում եմ, որտեղ որ լույսեր չեն վառվում։ Դե ինձ թվում է մի 10 տարի հետո բոլոր լույսերը կվառվեն։ Պարզ է։ Իսկ կինոթատրոն, թատրոն, օպերա եւ այլն հաճախում ես թե։ Այո, հաճախում եմ։ Բայց ժամանակի առումով հիմա չեմ հասցնում այդքան, բայց շատ սիրում եմ թատրոն գնել։ Եթե մայիսի 24-ին ազատ ես, ես հրավիրում եմ քեզ դրամատիկական թատրոն Սև դառը շոկոլադ ներկայացմանը, խնդրեմ։ Իսկ եթե մայիսի 24-ին ազատ չես, կարող ես գալ հունիսի 28-ին։ Հունիսի 28։ Այո, ժամը 8-ին դրամատիկական թատրոն։ Շատ շնորհակալ եմ։ Սև դառը շոկոլադ ներկայացմանը Արամոին ճանաչում ես կարծում։ Իհարկե։ Գլխավոր դերում Արամոնը եւ Լուիզա Ղամբարյանը։ Շատ հետաքրքիր կլինի թե ինչպես է խաղում Արամոն։ Անպայման կգամ։ Սպասում եմ քեզ։ Շարունակենք։ Այո։ Ինչ երաժշտություն ես նախընտրում լսել մեքենայի մեջ։ Մեքենայի մեջ ես նախընտրում եմ այս վերջերս շատ լսել gospel music։ Մի փոքր բարձաբանի, եթե կարելի։ Դե եկեղեցական երաժշտությունը սևամորտների, որը որ ինձ շատ հոգեհարազատ է, ժամերով կարող եմ լսել ու չհոգնել։ Լավ։ Օրեր են լինում, որ մոռանում եմ ժամանակի մասին, ու տեսնում եմ, որ մի 4 ժամ ես լսում եմ gospel music, ու այդպես շատ եմ սիրում։ Իսկ միջազգային աստղերից էստրադայի ովքեր են, որ քեզ ոգեշնչում են, որոնց համարում ես իսկապես հաջողված եւ ձգտում ես նմանվել, կարող է վերջինը լավ չասացի, ձգտում ես նմանվել, բայց որոնք իսկապես արժեք են իրենցից ներկայացնում։
Արժեքավոր շատ արտիստներ կան, արտասահմանյան, աշխատանքը, որ գնահատում եմ, ինձ համար Մայքլ Ջեքսոնն է, որ միշտ կգնահատեմ իր աշխատանքը, ու իրենից շատ-շատ սովորելու բաներ ունեմ, ու անընդհատ իրեն լսում եմ, իր աշխատանքային պրոցեսները, այդ վիդեոները անընդհատ նայում եմ, որովհետև շատ սովորելու բաներ կան իրենից։ Բայց մինչև հիմա չեմ հավատում, որ ինքը չկա։ Նստում է դա ինչ-որ մի լեգենդ է։ Ես էլ տենց փորձում եմ, հույս եմ տալիս, որ դեռ ողջ է, բայց չէ, իրականում չկա։ Իսկապես պետք է լինել այդպիսի երգիչ, որ մահվանից հետո մարդիկ չհավատան, որ ինքը չկա։ Այո։ Էլ? Նոր արտիստներից դե այդքան է նոր չէ, Սիային եմ շատ սիրում։ Շատ լսում եմ, հետևում եմ իր աշխատանքներին։ Sting-ին եմ շատ սիրում, Stevie-ին։ Գեցես, Aretha Franklin, Etta James, շատ են իրենք։ Քո տարիքի աղջիկը այդ անունները կհնչեցներ։ Lila Headey եմ շատ սիրում։ Ես սխալ տեղ էի մտել, կներես։ Պիտի գտնենք նոր զովք։ Ուղղակի երկար ժամանակ Երևանում չէ եւ կարծես եւ ռիթմից Երևանի եւ վայրերից հետ եմ ինքե։ Լավ, հա, այստեղ է հասանք։ Հասանք նոր զովք եւ տեսնենք թե ինչպես գնումներ կկատարես նոր զովք։ Բայց ես հիշում եմ, որ պիտի երգես ու չես երգում։ Մի հատված կերգեմ անպայման։ Լավ։ Եվ այսպես տեսնենք թե ինչպես ես գնումներ կատարում։ Գնացինք, պատրաստ ես։ Այո։ Ինչից ես սկսում։ Խաղալիքներից։ Ցակը։ Անպարտադիր խաղալիքները, հետո մնացածը։ Ահա։ Սրբույթ ցուցակ ունես, թե։ Այո։ Կարելի է Իհարկե։ մի պահ նկարահանել ցուցակը։ Խնդրեմ Դավիթ։ Բրոկոլի։ Այո։ Բուլղարական բիբար։ Պանիր հոլանդական։ Վարունգ։ Գինի։ Լոլիկ։ Մարոտ։ Այո։ Գեցես։ Սկսեցինք։ Գնացինք։ 1000 կարող ես գտնել այստեղ։ Հա։ Լոլիկն էլ է այստեղ։ Խնդրեմ կօգնեք։ Մարոլ։ Այդ Մեկ փունջ։ Հա։ 1000։ Ընթացքում։ Բայց լավ լինի էլի։ Մարոլը գրագետ Հա, շատ լավ։ հայերենով 1000 է։ 1000, այո։ Ու Դավիթը անընդհատ խնդրում է, որ դեմքով լինես։ Տեսախցիկին։ Բրոկոլի։ Մի փունջ տվեք, չգիտեմ։ Ինչ լավ բրոկոլի է։ Այդ շատ է երևի։ Այս բրոկոլի ոչ միտեղ չէի տեսել։ Հա, շատ լավ։ Կիսեք։ Իսկ ամենակարևորը նշված չէր այնտեղ։ Որն էր կարող։ Քյուֆթայի համար միս, չէ՞, քյուֆթայի միս է հարկավոր։ Այո, գնել ենք։ Ինչու՞։ Տանը կա։ Մտածեցինք, որ Մտածեցիք, որ գնեք։ այո, դե արդեն Պարզ է։ մտածել ենք ինչ ենք պատրաստելու։ Երևի սա, հա, ավելի շատ է։ Ես կարծում եմ, որ այն ամեն ինչ խնդրեցիր, հիմա քեզ համար կպատրաստեն եւ կմոտեցնեն, գնանք առաջ։ Իսկ հաց չեն գնելու։ Գնելու ենք։ Գնելու ենք։ Այո։ Ես որ խնդրեմ, հա, այստեղի հացի համար խելքս գնում է, բայց այս հացը շատ համեղ է նոր զովքում։ Իսկապես շատ։ Ես չեմ փորձել, Կարելի է, հա, փորձենք։ վերցնեմ։ Իհարկե, քանի հատ վերցնեմ։ Մի հատ։ Մի հատ, Ես բայց մի փոքր կտոր եմ ուտելու, մնացածը կարող ես դու ուտել։ Դավիթն էլ հաց չի ուտում։ Շատ լավ։ Սև հաց չի ուտում։ Փորձենք։ Գնանք առաջ։ Այո, այո։ Պանիր, հա, հոլանդական, Fender։ Հայերձես Հոլանդական կօգնեք պանիր։ ինձ պանիր հոլանդական Fender 500 գրամ։ Մերսի։ Սրբույի, Այո։ մյուս գնումները ինքնուրույն կատարիր, մենք դրա մարդի մոտ սպասենք քեզ, լավ։ Քեզ կարծում եմ կօգնեն եւ այստեղ հիանալի պանիր կա, ես արդեն գտա։ Սրբույի։ Այո։ Բավականին արագ կարողացար կողմնորոշվել, գնումներ կատարել եւ վերադառնալ։ Գոհ ես Զով սուպերմարկետից։ Շատ լավ սպասարկում։ Գցես։
Եվ այսպես հիմա տեսնենք որքան պետք է վճարել եւ ես վճարեմ, լավ։ Ոչ։ Ինչու։ Դուք մեր տուն եք եկել Ես հետ։ արտերկրից եմ եկել եւ բավականին դրամ եմ ինձ հետ բերել Հայաստան։ Չէ, մերսի շնորհակալ եմ։ Այս անգամ ոչ։ 8290 դրամ։ Լավ, քո որոշումն է, շնորհակալություն։ Պատրաստ եմ ես։ Այդպես մարտական։ Ինչից է սկսելու։ Քյուֆտան։ Քյուֆտայից կսկսենք։ Կդնենք ջեռոցում, հետո արդեն սալատներին կանցնենք։ Լավ։ Ինչ ես անելու։ Ինչից պետք է սկսես։ Կհարեմ, մինչև այդ պետք է ավելացնեմ իր վրա մի քանի բաներ։ Սև Միաժամանակ ինձ հետ զրուցելով կարող ես, չէ՞, այդ ամենը անել եւ ներկայացնել։ Որովհետեւ կարծիք կա, որ կանայք չեն կարողանում երկու բան միաժամանակ անել։ Համաձայն եմ կարծիքի։ Եվ սիրել եւ ատել։ Կամ սիրում են, կամ ատում են։ Իսկ տղամարդիկ շատ հաճախ սիրում են ատելով, կամ ատում են սիրելով։ Շոկ փիլիսոփայական տրամադրություն ունեն ուրփաթորը։ Մեզ միացավ խանոցում վարեց։ Երկում ես նույնպես։ Չէ, չեմ երկում, սրա եկել որ օգնեմ քեզ։ Վայ, ինչի ինքը մենակ չի կարող։ Օգնությունը հարկավոր է։ Հաղորդման առաջի հատվածում ասաց, որ ձեր տանը մայրիկդ եւ քույրիկն Արդեն ասել եմ, Սաթենիկ կարաս հանգիստ։ Ինչ ես անում։ Հիմա Սրբուի միջայլոց շաբաթվա որ օրը չես սիրում, այսօր ուրբաթ է նշեցինք, իսկ դու որ օրը չես սիրում։ Եվ ամսի 13-ն գիտես։ Եվի 3 շաբթին, չգիտեմ խի։ Ինչու։ Չգիտեմ, բայց այդ օրը չեմ սիրում։ Իսկ դու։ Ես։ Երևի Կիրակին։ Կիրակին մեր ամենասիրելի օրն է։ Դեռ 2 շաբթի է։ Այդպես երեկոյան, հա, Կիրակի արդեն գիտակցում ես որ։ Կիրակի երեկոյան արդեն չեմ սիրում։ Բաց։ Ինչ ենք անում։ Սկզբից կավելացնենք Տղպեղ։ պղպեղները, այո։ Սև տղպեղ, թե Կարմիր եւ սև, երկուսն էլ։ Ստում է շատ է։ Սրբույս որ կերակրատեսակ կարող է քո տրամադրությունը բարձրացնել։ Կա այդպիսի կերակրատեսակ։ Խմիչքները բացառում ենք, խմիչքները բոլորի տրամադրությունն են բարձրացնում։ Կերակրատեսակ, որին դրամ, չէ, այտենց չկա։ Մենակ շոկոլադն է իմ տրամադրությունը բարձրացնում։ Ճիշտ է, շոկոլադը բոլորի տրամադրությունն է բարձրացնում։ Հիշում ես, չէ՞, որ մայիսի 24-ին գալու է շոկոլադին կամ հունիսի 28-ին։ Այո, հիշում եմ։ Սև դառը շոկոլադի։ Ինչ ավելացրեցիր։ Քացախ։ Ոնց կոնյակ ես ավելացնում։ Կոնյակ, կներեք։ Դուք ինձ լավ գիտեք։ Հիմա արի բարձաբան քացախ թե կոնյակ։ Կոնյակ։ Դες ինչի այդպես կարծեցի հոգ եկավ։ Կոնյակ։ Շլավա որ դուք իմ կողքին եք։ Հիմա կսկսենք հարելու process։ Լավ, այս հարելու process-ը պետք է ամրացնել, այո։ Հարելու process-ին մենք Այդ դժվար։ ընդմիջենք, որովհետև, հա, բայց այստեղ հետարքի բան է տեղի ունենում, կարելի է նաև չընդմիջել։ Դաժան։ Գուցե արագությունն է պետք փոխել։ Հա, երևի։ Հիմա ես քեզ ասեմ։ Ստարտափերքի։ Չէ, ձեռքով է պետք է այս ամենը անել։ Հա, չէ։ Ձեռքով պետք է ծեծես։ Հա։ Չէ, լուրջ եմ ասում։ Չի լինելու։ Չի լինելու։ Չէ։ Լավ, վերացնում եք։ Նորմալ այո։ Ով էր ձեր։ Կարամ ես անեմ։ Հա, արի սա դու հարի։ Արիչով։ Չէ, ձեռքով, չէ, ձեռքով թողանի սրտուին, այո։ Դու կարող ես ցույց տալ, մի պահ ոնց է պետք անել։ Կամ երկուսով արեք։ Չէ, լավ։ Փաստորեն միքսերով չէին կարող անենք Սաթենիկ։ Այո։ Ում որոշումներ միքսերով անեն։ Սաթենիկի։ Նա որոշել է քեզ այսօր խայտարական, է։ Այդպես Չեմ կարծում, բայց տողներ են բոլորը։ Դե հիմա ինչ արած։ Չի ստացվում։ Լավ, ընդմիջենք եւ կշարունակենք նկարանումը այն պահին, երբ որ սկսես ձեռքով խփել։ Շատ լավ։ Անում ենք մենք տանը։ Ոնց անում է։ Միքսերով։ Ուրեմն լավ միքսեր է եղել։ Այս միքսերը խճճվել է։ Այս կարամ իրավունքն է։
Թող ամեն ինչ կարող ես անել։ Բայց իրա փոխարեն մի արա, սովորացրու։ Չէ, կողքից է ուղղակի օգնի էլի, բայց Այս է քույ ջան, վաղը չեմ դուրս օրը ամուսնանալ կա, հիմա ով գիտի քո ապագա ամուսնում, աման նայում, ասել է Դու որտեղ ընդհանրապես փորձ չեմ արել ընդհանրապես։ Սոված կսատկես որ տուն բերենք դրան, բան, այս կողմեն։ Չէ, ես իրականում կարողանում եմ սարքեմ, ուղղակի այն ինչ որ հիմա սարքում, ես կյանքում առաջի անգամ եմ պատրաստում ու երբեք չեմ փորձել։ Գնաց։ Եվ այսպես եկանք ընդհանուր հայտարարի, որ պետք է ձեռքով անել։ Այո, չի ստացվում նենց։ Բայց մի բան ասեմ։ Այո։ Ասում եմ ձուր ջարդել գիտես։ Փաստորեն։ Դա մեծ բան է։ Չեմ հիշում հնդկական ֆիլմ կար, որտեղ հարսնացուն եկել էր տուն եւ ամուսնու մայրը նստած էր խանութում, նա պետք էր առաջի անգամ ձու ջարդեր եւ չգիտեր ինչպես ջարդեր, ամուսինը այնտեղից հուշում էր։ Ոչ մի կերպ չէր կարող։ Ամուսինը մոտ այդքան է վաճի ամեն ինչ։ Ձեռքերով սենց արեց, վայ։ Կինը ձուն ջարդեց ճակատով։ Չգիտեմ տեսել ես այդ ֆիլմը թե ոչ։ Մեզ ձեռքով պետքա։ Այո, ավելացրեցինք 3 խավկիտ։ Այո, եւ ալյուր։ Մարանիկի։ Այո։ Պետք է ասեմ։ Եթե մարանիկի ալյուրն է, համը փոխվելու է վստահ։ Հա։ Դեպի լավը։ Կարևորը դա է։ Այո, եւ այսպես խառնում ես, հենց պնդանումը պետք է սկսես ծեծել։ Շատ Իհարկե ես կարող եմ ցուցադրել կամ գտնել YouTube-ում ցույց տալ քեզ։ ոնց են ծեծում, հա։ Կարծում եմ երբևէ տեսել ես։ Հա։ Լավ։ Գիտես նաև ինչի համար է սա կարևոր։ Հիմա քո էներգիան փոխանցվում է այս կերակրատեսակին, մսին, եւ նա այլ համ է ստանում։ Սա որ լավ է լինելու, որտեղ դրական էներգիա։ Պետք է ավելի շատ ալուր ավելացնես, որովհետեւ որ ավելի շատ պնդանա։ Ավելի պինդ պետք է լինի։ Շատ չի լինի, բայց հետո Չէ։ Մենք կդմի չենք եւ կշարունակենք այն պահից, երբ որ արդեն սկսես իսկապես ծեծել։ Շատ լավ։ Նաեւ կսովորեցնեմ քեզ կադրես դուրս։ Շատ լավ։ Հա, մի քիչ պնդացավ, ճիշտ է։ Լավ չի։ Մեծ ջրիկ էր։ Մի տեսակ։ Դու էլ ասում ես քույրիկս կօգնի։ Խայ տարականում քույրիկը կօգնի։ Չէ, սա կօգնի։ Դավիթ նկարի, այսպեսի բան բացառիկ է։ How sweet the sound. Գեցես։ Այսպեսի բան երբևէ տեղի չէր ունեցել, քյուվ տախպելուց ինչ-որ մեկը երկու։ Աղոտք եմ։ Ընտրում եմ լավ եղի։ Հեշտ է։ Պնդացավ արդեն։ Ձերքս չեմ զգում, ճիշտն ասած արդեն, բայց լավ է։ Չէ, հետաքրքիր է։ Մի քիչ ոնց որ պնդանում է, լավ է։ Իսկ Սրբույս սկսում է սիրել խոհանոցը, թե դեռ չէ։ Ես շատ եմ սիրում խոհանոց։ Բան ինչու՞ չես լինում խոհանոցում։ Որովհետև չեմ հասցնում, աշխատանքս գրաֆիկը այնպես է, որ հաստատ ժամանակ չի մնում։ Եթե մնում է ուրիշ փորձեր եւ այլն։ Անընդհատ փաստորեն process-ի մեջ ես։ Այո։ Չեմ հասցնում։ Քո կարծիքով դու ինչ տաղանդներով ես ծնվել։ Տաղանդներով։ Չգիտեմ, ինչ տաղանդներով։ Խոհանոցային, հա, խոհարարի տաղանդ ունես, թե չունես։ Իմ կարծիքով Երկշոու տաղանդ երևի ունես, որ երգում ես։ Իմ կարծիքով այդ եթե մի քանի անգամ օրը մեկ անգամ գոնե մտնեմ խոհանոց, ինչ-որ բան պատրաստեմ, հաստատ կստացվի ինձ մոտ։ Ուղղակի դեռ շատ ուշուշ է լինում այդ հնարավորությունը ժամանակ ավելի շատ։ Մինչև այսօր ինչով ես հպարտանում, ինչով կարող ես հպարտանալ։ Հպարտանում։ Իմ ընտանիքով։ Իսկ երգերով։ Որն է իդեպ քո սիրելի երգը, մինչև այսօր երգված։ Երգված։ Դա այդպիսի բան չկա, մեկը սիրում ես, մեկը չես սիրում։ Շատ են իրենք, տենց մի քիչ։ Բայց կա, չէ, երևի ամենասիրելին։ Ամենասիրելին։ Չկա ամենասիրելին։
Չէ, ամենասիրելին չկա տենց, ամենասիրելին, որ կարամ առանձնացնեմ։ Իսկ ամենաչսիրելին, որ չես սիրում երգել։ Բա այնքան շատ են։ Շատ են, համ սիրելիներն են շատ, համ չսիրելիներն։ Հա։ Ինչից ես կյանքում ամենաշատը վախենում։ Հարազատ կորցնելուց։ Բարձ է։ Ընդմիջենք թե։ Այո։ Հա։ Ինչքան է պետք արել քո կարծիքով դեռ խփել։ Երևի մի 20 րոպե, հա։ Չգիտեմ, երբ որ այսպիսի խնդիրների առջև ես կանգնած, որ չունես պատասխաններ, ում ես զանգահարում։ Քույրիկից։ Դե քույրիկը այստեղ է։ Եվ սոխ է կտրատում, մանր, ինչի համար չգիտեմ։ Քյուֆտայի մեջ ենք լցնելու։ Ահա։ Սաթենիկ փրկիտ, որքան դեռ պետք է խփի։ Ինձ թվում է 5 րոպեն արդեն բավական է։ Եվս 5 րոպե եւ վերջ։ Որտեղ մեղ կա։ Իսկ եթե ոչ։ Կարամ փոխանցեմ քեզ, Սաթենիկ։ Եթե ոչ, ինձ թվում է մի 15 րոպե։ Խոսքով 5 րոպե էլ խփի եւ բավարար է։ Եթե մեղ չի 15 դեռ պետք է խփել։ Ընդհանուր առմամբ կես ժամ պետք է Չէ, խփել։ եկեք նենց անենք, որ ժամը շատ է արդեն։ 20 րոպե։ Այո։ եկեք նենց անենք, որ համով լինի, էլի, կարևորը դա է։ Իմ հա։ Նստում է համերը Ոչինչ, մի լինելու։ 15 րոպե կդիմանա ձերքս։ Լավ, ընդմիջենք։ Բայց ինձ թվում է ընդհանուր առմամբ արդեն 10 րոպե խփել ես։ Հա։ Բայց այդ սոխը պետք է ավելացնեիր, նկարեինք։ Դե թող ավելացնենք։ Լավ, ավելացրու, հիմա արդեն ավելացրու։ Սոխը Մի ավելացնենք։ տեսակ շատ, չի։ Չէ, լավ է։ Դեռ մենք 3 հատ էինք ուզում, բայց 3 հատը ոնց որ շատ է։ Կես կիլո սոխ ավելացրեցինք, հա։ Համեղ կլինի սոխը։ Լավ, հիմա սոխով պիտի խփի, Այո։ եւս 5 րոպե։ 5 րոպե կխփի, Խփենք, հա, ու արդեն։ Այսինքն այնքան պիտի խփի, որ սոխը չզգացվի արդեն, չէ։ այո։ Որ համը սոխի համը մսին կպնի։ Որ համեղ լինի։ Դե քեզ տեսնենք։ Երկելով ավելի լավ է։ Հա։ Բայց վստահ միքսերով ոչ մի բան չէր ստացվելու։ Չէ, ոնց կար։ Փորձել ենք տանը։ Բայց ոնց կարար։ Ուղղակի գլխիկները այդ միքսերի համապատասխան լավ Պիտի չեն լինի։ կտրել։ Երկարները պետք է։ Երկարները պետք անենք, ես երկարները առանձնացրել Իսկ մա դա պետք է շատ հզոր մեծ միքսեր լինի։ Չէ, հիմա։ Մենք տանը սարքում ենք։ Սրբուհի, Այո, շարունակենք։ շարունակենք։ Ինչ ես անում։ Հիմա ես Ձեթապատում ձեթենք, ես։ այո, ձեթապատում ենք, որ քյուֆտան պետքա շերտերով լցնենք։ Ինչալը ձեզ սովոր եմ տեսնել քյուֆտան այսպես կլոր, փաստորեն այդպես չի լինելու, հա։ Չէ, մի քիչ ուրիշ դիզայն է լինելու։ Բայց հետաքրքիր։ Համիջալուց նաև ջերոցը դնելն էլ է սա քո քյուֆտայի տարբերակը, չէ՞, կարծեմ խաշում են քյուֆտան տաք ջրի մեջ, որքանով որ ես հիշում եմ։ Հա, բայց ես Քո ձերը մի տարբերակը քիչ ուրիշ է։ ուրիշ քիչ է։ Տղամարդկանցից խոսենք մի փոքր։ Օրինակ ինձ հետաքրքիր է տղամարդու արտաքինի մեջ քեզ համար ինչն է կարևոր։ Ներքին աշխարհը։ Արտաքինի մեջ, ներքին աշխարհը Չէ, հետաքրքիր է։ արտաքինի մեջ, չէ, վախենալու տեսք չունենա, միջին Ինչ նշանակում լավ։ վախենալու տեսք ունեն։ Ով ունի վախենալու տեսք։ Դե չգիտեմ։ Իմ համար իրականում Խոսքով արտաքինը այդքան կարևոր կվազի մոդը չլինի։ Այո, ավելի կարևորը ներքին աշխարհը, թե ինչպիսին է։ Բայց նայեք կվազի մոդոն ինչ ներքին աշխարհն է։ Գիտես չէ կվազի Այո, մոդոն է։ իհարկե։ Փարիզի Այո, Աստվածամոր։ Աստվածամոր, այո։ Լավ, շարունակի։ Որտե՞ն։ Քեզ համար ավելի կարևոր է ներքինը։ Պետք է բարի լինի, հարուստ, Չէ, բա։ պետք է լավ մարդ լինի առաջնային։ Բայց ինչ ասել է լավ մարդ։ Ամեն մեկի համար լավ մարդը տարբեր է։ Ինչ ասել է լավ մարդ։ Այ, շատ լավ մարդ ասել է։ Ինքը իրականում շատ բարդ հարց է։ Այ, իհարկե։ Հեշտ հարց չի։ Օրինակ մեր ազգային ժողովում լավ մարդիկ կան կառավարության մեջ,
Կարծում եմ պետք է որ լինեն։ Ես էլ եմ կարծում, բայց մեծամասնությունը չէ։ Ճիշտն ասած չեմ ճանաչում անձամբ, դրա համար կարծիք չեմ կարող հայտնել։ Կարող եմ կարծիք հայտնել, եթե ճանաչեմ այդ մարդուն։ Մենակ այդ դեպքում։ Սրբուի ինչը կարող է նպաստել, որպեսզի դու երջանիկ լինես։ Լավ երգը։ Մի քիչ թափեմ, չէ՞, կներեք։ Քույրիկ օգնի։ Հիմա լցնելու ենք շերտերով։ Ինչը կարող է քեզ երջանկացնել Սրբուի։ Եթե ունենամ լավ ընտանիք, իմ սեփական։ Տղամարդկանցից խոսեցինք, ընտանիքի մասին մտածեցինք։ Եվ ունենամ ունենամ դե ընտանիքի մեջ մտնում են նաև երեխաներ եւ այլն, եւ ունենամ շատ լավ կարիերան, որ ես ուզում եմ հասնել։ Քանի երեխա ես պլանավոր է։ Դե աստված ինչքան կկամենա, բայց լավ, հասկանալի։ Այստեղ մի բան նկատեցի, որ այնքան չես հարել, որպեսզի սոխը արդեն չզգացվի, այ ես տեսնում եմ, որ սոխը երևում է։ Քույրիկդ այդպես ասեց ամենայն դեպս։ Հա, Սաթանիկ։ Լավ է։ Պետք է հալվեր սոխը։ Որ եփի ընթացքում կհարվի արդեն։ Հա, վերջ, հասկացանք։ Իսկ դու այսքան շերտը հերիք է, չէ՞։ Հետո գարոխն ենք լցնում։ Վայ, այսա նորություն է։ Կանաչ ոլոր ենք ավելացնում ու այսպես շերտ, հա։ Փաստորեն սա այնքան էլ քյուֆթա չէր։ Հա, ինչ որ հետաքրքիր։ Իսկ որտեղից եք բերել բաղադրատոմսը քյուֆթայի այսպիսի, թե հորինել եք։ Մայրիկս պատրաստել է, սովորել ենք։ Հորինել եք ինքներդ։ Այո։ Ու շատ համեղաստացվում։ Հետո ամենակարևոր մասերից կարագ ենք ավելացնում, սենց շերտերով մի քանի տեղ։ Նաև պանիր, հա։ Հա, ու պանիր։ Չէ, սա հետաքրքիր տարբերակ էր։ Ճիշտ արեցիր, որ պնդեցիր, որպեսզի քյուֆթա պատրաստես։ Դուք ես նպատակասլաց համարում ես։ Այո, շատ։ Եվ որտեղ է դա արտահայտվել մինչև այսօր։ Չէին թողում, որպեսզի երգեր, բայց դու երգեցիր։ Չէ, ինձ միշտ թողել են ես երգեմ, ընտանիքիս անդամների հետ երբևիցե խնդիր չեմ ունեցել երգելու հետ կապված։ Ուղղակի իմ բոլոր քայլերը ես ինքս եմ որոշել եւ սկսած մրցույթ մասնակցելուց ես եմ որոշել որպեսզի մասնակցես։ Խումբ ձևավորելու ժամանակ այդ որոշումն եմ ես որոշել, ոչ մեկ ինձ խորհուրդ չի տվել։ Ստացվում է մի լավ։ Հա, չէ։ Զգում եմ, որ ստացվում է։ Սրբուի, իսկ մոտ ապագայում չես պատրաստվում համերգով հանդես գալ, որովհետև բացի YouTube-ից չգիտեմ որտեղ կարելի է քեզ լսել, ակումբներում երևի, անուններ տալ հարկավոր չէ։ Ռայոններով, օրինակ այս ամիս ռայոններով ենք շրջելու, այո, փոքրիկ տուր ենք ունենալ, եթե կարելի է այդպես ասել։ Ինչալուց այնտեղ ավելի բարի է, ինչ ավելի լավ են ընդունում։ Մարդիկ, այո, ավելի ժպտերես են։ Շատ բարի են։ Հյուրասեր։ Այո, կյանքով լեցուն։ Իսկ դեպի Արցախ չեք պլանավորել։ Դեպի Արցախ չէ, դեռ չէ։ Բայց ես մենակ գնացել եմ համերգներով, քույրիկիս հետ, իդեպ։ Քույրիկդ ինչ էր անում։ Իմ հետ եկել է։ Բայց այս անգամ խոհանոցում չէ։ Եվ այսպես 2 շերտ թե 3 շերտ պետք է լինի։ 3։ Ուրեմն կարելի է լավ լցնել։ Ես ցանկանում եմ ավելացնել, որ մեզ այս ընթացքում հյուրասիրեցին տնական պատրաստված մեկնաբանիչ շատ համեղ էր եւ երբևէ չէի պատկերացնում, որ Ռեհանի ասացի։ Ռեհանի, այո, 7 մամայիս պատրաստված։ Այո, մամաս է հորին է ու շատ համով է։ Չգիտեմ, մենք շատ ենք սիրում։ Եթե կարելի է շատ, այո, շատ համեղ էր, եթե գիտես բաղադրատոմսը, հերոստադիտորին կարծում եմ հետաքրքրի։ Շատ լավ։ Իր մեջ լիմոն, ռեհան եւ լիմոնի աղ ու շաքարաբազ։ Այդքան։ Այո։ Եվ ասացիր, որ շատ օգտակար է։ Անգախնիկները սաղին։ Հա, շատ օգտակար է։ Եթե թե եմ պատրաստում։
Ռեհանով։ Ինչքան գիտեմ, հազի համար է լավ։ Վայ, ինչ լավ է։ Ստուման։ Մնաց վերջի շերտը։ Այո։ Եվ տեղադրում ենք ջեռոցը, հա։ Լավ, ընդմիջենք եւ այն պայն, երբ որ տեղադրես ջեռոցը, կշարունակենք մեր նկարահանում։ Ինչ դանդաղ ես։ Ժամերով, հա, չէ։ Հա, բայց զգացում եմ, Ես պրոֆի չեմ։ դնեմ շշուտ։ Չէ, թող սովորի, վաղը պետք կլինի, համ լավ ընտանիք ա ուզում, համ պետք է լավ պատրաստի, չէ՞ որ։ Դա պետք է ստակի համ բանը։ Չէ, պարտադիր չի, բայց ես 5 անգամ ասեցի, իր ապագա սկեսուրը հիմի նայում է։ Եթե չի էլ նայում, հետո YouTube-ում նայելու է։ Սրբուհի։ Այո, արդեն հասունացել է պահը, պետքա ջեռոց դնենք։ Միջայլոց մինչև ջեռոցը դնելը, հա, ինձ հետաքրքիր է։ Քեզ համար մարդկանց կարծիքը, հա, հասարակության կարծիքը կարևոր է թե ոչ։ Նայած ինչ կարծիք։ Չէ, իհարկե կարևոր է։ Կարևոր է։ Ինչու՞։ Ասում են թե արտիստները առանձնապես ուշադրություն չեն դարձնում հասարակական կարծիքին եւ նրանք եթե զգում են որ իրենց արվեստով բավարարված են, այդքանով բավարարվում են։ Քեզ համար կարևոր է։ Կարևոր է իհարկե։ Իրենց խորհուրդները կարող են շատ բաներ օգնեն ինձ։ Իսկ ով է քեզ քննադատում հաճախ։ Մայրիկս, քույրիկս, ես ինքս ինձ։ Իսկ լսում ես նրանց թե։ Իհարկե։ Գեցես։ Լավ։ Տեղադրում ենք ջեռոցը։ 2 աստիճան վերևում։ Բայց ինչ որ բան պիտի մտածես տեղադրելուց առաջ։ Դրական էներգիա փոխանցի այո։ Դրական։ Համեղ։ Խնդրում եմ համեղ եղիր։ Մի անհանգստացի, այնուամենայնիվ այնպիսի բաղադրատոմս է, որ կարծում եմ, որ շատ օրիգինալ է եւ համեղ։ Որքան պիտի սպասենք։ Երևի թե 40 րոպե։ Այնտեղից հաստատում են, այո։ 40 րոպե։ Շատ լավ։ Եվ այս ընթացքում դու մեզ համար պիտի աղցաններ պատրաստես։ Այո։ 1 թե 2 աղցան։ 2 հունական եւ բրոկոլիով։ Հիմա հերթով Պանիր ես քերում։ Գեցես։ Ինչի համար աղցանի թե Աղցանի ու քյուֆտայի։ քյուֆթայի։ Այո, վերջում պետք է ավելացնենք, որ ինքը համակարգիչ տեսք ունենա։ Հա, ջեռոցում պետք է ավելացնես։ Ջեռոցից հանենք նոր։ Հանես եւ ավելացնես, թե 5 րոպե առաջ հանելուց պիտի ավելացնես։ Ինքը ասում որ եթվի, դուրս կհանենք, հետո կավելացնենք 2 րոպե կդնենք ջեռոցը։ Պարզ է։ Որ ինքը հատվի։ Շատ, այսքանը պարզ է։ Լավ, աղցանի մասին արդեն կխոսենք, երբ որ սեղանի շուրջ լինենք։ Շատ լավ։ Խոհանոցում ամեն ինչ պարզ է, կհանդիպենք արդեն սեղանի շուրջ։ Շատ լավ։ Մի քիչ համարցակ եղելի, յա։ Ես ավելի համարձակ եմ, չէ՞։ Հա, ոնց որ պես ավելի։ Իա, չի կարելի այդպես։ Լուրջ, բայց տենց Ոնց որ համեստ, հնազանդ։ հա տենց է կանա չի որ տենց չի։ Մի քիչ ակտիվ եղի, մի քիչ տենց լինի բեմից քեզ բան կանեն։ Իմ Արագ-արագ ակտիվությունը բեմի վրա է երևում, մեկ էլ բեմից քեզ արագ-արագ բան կանեն այն մյուս երգչուհիները։ Կուղարկեն տուն, չեն անի։ որ սենց խելոք մնաս։ Անցավ 45 րոպե։ Մեկնաբանը ինչ տեղի ունեցավ։ Քյուֆտան պատրաստեցինք մեր տնական բաղադրատոմսով։ Շատ հետաքրքիր տեսք ունի։ Իդեպ աղցաններ ավելացան։ Հունական եւ բրոկոլիով սալատը։ Ամեն ինչ պատրաստ է։ Այո։ Ինչպես են ձեր տանը սկիզբը ազդարարում սովորաբար։ Շատ գեղեցիկ է ամեն ինչ, համի մասին կխոսենք քիչ։ Բարեխորժակ, հա։ Բարեխորժակ ընդամենը։ Իհարկե։ Շատ ուրախ եմ, որ այսօր հյուրը դուք եք։ Հաճախ են հյուրեր լինում, այսօրվա հյուրը մենք ենք։ Դուք հյուրասիրել սիրում եք։ Այո։ Շնորհակալություն։ Շնորհակալով կլինի։ Տեսնենք, բարեխորժակ։ Բարեխորժակ։ Ուտենք թե չուտենք, այս է խնդիրը։ Ուտենք։ Ուտենք։ Այս է ես բանակը բերեմ։ Բայց ափսոս չես կտրենք sense։ Մի հատ նկարենք, գցենք Instagram, բան, այդպես Միած նկարեք։ Հա, մի հատ դուր նկարենք։ Դուր հեռախոսես։ Մեկը էլի փշակահվածի նման խոսեցի վերջին, բայց ոչ։ Չէ, ինչի՞ նորմալ։ Ինձ կարես որ գնում ես եթե։ Ոչ, սա ջան, ուղղակի դու առաջ անցար ինձնից։ Հա, ուզում ես նստի նորից նկար։ Նստի նորից նկար։
Ինքը քեզ չտա ծնվել, դրա համար առաջ ես։ Հա, դե բան չեմ ասում։ Շնորհակալություն, եթե սա պրեմիերան էր, պատկերացնում եմ երրորդ անգամ որ պատրաստ ես, որքան համեղ է լինելու։ Շնորհակալ եմ։ Մենք գնացինք, ինչ ես անելու։ Ինչ եմ անելու, պատրաստվելու եմ որ գնամ աշխատանքի։ Օրվա լավ շարունակություն քեզ։ Շնորհակալ եմ։ Ցտեսություն։ Օրս շատ լավ լցրեցիք, ստեսություն։ Շատ դրական աուրայով մարդիկ, բոլորիդ խորհուրդ եմ տալիս, հյուրընկալեք ձեր տուն, չգիտեմ, շատ հաճելի օր անցկացրեցի։ Ստեսություն։ Շնորհակալություն հայտնենք երգչուհի Սրփուհի Սարգսյանին, որ մեզ համար բացահայտեց Քյուրթան նորովի։ Դիմադրենք քաղցին միասին։